ասելու եմ պատմական հայտնի ճշմարտություններ, բայց որպեսզի վերջում հանրապետության հիմնադրման գործոնները հիմնավորելուց ավելի համակարգվածների փորձեմ մեկ-երկու ժամանակագրական եւ հաստական տեղեկություններով սկսել խոսքս։ 1917 թվականին, երբ որ 17 թվականի աշնանը, երբ որ Ռուսաստանում տեղի ունեցավ բոլշևիկյան հեղափոխություն կամ հեղաշրջում եւ իշխանության եկավ Վլադիմիր Իլյիչ կուսակցությամբ, Անդրկովկասում խառնակի իրավիճակ ստեղծվեց, բոլշևիկները հանդես եկան երկու հիմնական դեկրետներով, մեկը վերջ պատերազմին դեկրետարության մասին եւ մյուսը հողը գյուղացուն։ Այս երկու առանցքային դեկրետները իրականում որոշեցին Ռուսաստանի ճակատագիր եւ Ռուսաստանի կազմից մտող Անդրկովկասի ու նաեւ Հայաստանի ճակատագիրը։ Այս ընթացքում առաջին համաշխարհային պատերազմում ռուսական զորքերը հայկական կամավորական գնդերի ակտիվ մասնակցությամբ հաստատագրել էին Արևմտյան Հայաստանի մեծ մասը եւ ակնկալի կար, որ Արևմտյան Հայաստանը վերջնական գոնե մեծ մասով վերջնականապես կհաստատագրվի Օսմանյան լծից։ Սակայն նշած երկու դեկրետները իրավիճակ փոխեցին եւ ռուսական բանակը, որոնք հիմնականում գյուղացի զինվորներ էին, լսելով հողի մասին դեկրետի լուրը, կազմակերպված ձևով լքեցին ռազմաճակատի գիծը։ Եվ ըստ էության Կովկասյան ռազմաճակատը պետք է պաշտպաներ փոքրաթիվ հայ զորաբանակ, ինչու փոքրաթիվ, որովհետեւ Արևմտյան Հայաստանի բնակչության մեծագույն մասը ոչնչացվել էր ցավոք սրտի թուրքերի կողմից, մի մասը տեղահանվել էր, իսկ արևելահայ տղամարդ բնակչությունը զորակոչված էր ռուսական բանակ եւ հիմնական մասը գտնվում էր եվրոպական ճակատում եւ պատերազմի ավարտից հետո նոր փորձում վերադառնալ հայրենիք։ Ըստ էության դժվար էր այդ ռազմաճակատագիծը պահելը եւ նաեւ որոշ կազմակերպական խնդիրներով պայմանավորված թուրքերին հաջողվեց շատ արագ ճեղքել ռազմաճակատագիծը եւ արդեն մայիսի վերջին հասել էին Արևելյան Հայաստան։ Արևելահայությանը կոտորած ենթարկելուց հետո Թուրքիան ծրագրեր ուներ ոչնչացնել նաեւ Արևելահայությանը եւ այստեղ ըստ էության որոշվելու էր հայ ժողովրդի ճակատագիրը, ոչ թե պետություն ունենալու կամ չունենալու, այլ հայ ժողովրդի գրության ճակատագիրը։ Եվ այնուամենայնիվ հայ ժողովրդին արևելահայության հատվածում հնարավոր եղավ կազմակերպել եւ վերջին դիմադրությունը ցույց տալ դաշնամուն։ 1918 թվականի մայիսին հետեւյալ իրավիճակն էր։ Արդեն ակնհայտ էր, որ թուրքերի պահանջով անկախացած Անդրկովկասյան դաշնությունը ցրվելու է, որովհետեւ Անդրկովկասյան դաշնության 3 հիմնական ազգություններից Կովկասյան թուրքերը Օսմանյան թուրքերի հետ են եւ իրենք էլ էին շահագրգռված, որ Անդրկովկասյան դաշնությունը կազմալուծվի եւ ավելի հեշտ լինի թուրքերի կողմից, Օսմանյան թուրքերի կողմից գիրավումը, վերացները իդեմս գերմանացիները գտել են իրենց հովանավորներին եւ իրենք հանուն Բաթումի, որին հավակնում էին թուրքերը, պատրաստ են զոհաբերելու ամբողջ Հայաստանը, Կարսի եւ Երևանի նահանգները, Կարսիմազ եւ Երևանի նահանգը։ Ըստ էության Հայաստանը, հայ ժողովուրդը մնացել է մենակ եւ թուրքերին դիմադրելու առաջին հայացքից Անդրկովկասի կողմից դիմադրելու հիմնական բեռը ընկավ հայ ժողովրդի վրա եւ հայ ժողովուրդը կարողացավ կազմակերպված դիմադրություն ստանալ։ Ինչի ասեմ հայ ժողովուրդը։ Ճիշտ է, հիմնական կազմակերպող ուժը դաշնակցություն կուսակցություններ, մասնավորապես Արա Մանուկյան եւ Դրաստամատ Կանայանը, բայց պետք է ասել, որ այս դաշնակցական գործիչների կողքին որպես զինվորականներ փայլուն դրսևորեցին, ինձ փայլուն դրսևորեցին նաեւ Սիլիկյանը, Փիրումյանը, որոնք ռուսական բանակի բով անցած պատերազմական գեներալները եւ կարողացան իսկապես կազմակերպել հայ ժողովրդի զինված դիմադրությունը հատկապես Սարդարապատում, Դրոն դա արեց Վարշապարանում եւ
Այս երկու հիմնական ճակատամարտերը դրան գումարած նաև Ղարաքիլսայի Երուսամարտը ու նաև այլ փոքրիկ ճակատամարտեր, բայց արժեքավոր ճակատամարտեր Ջավախքում, Շիրակում, նաև Արարատյան դաշտավայրում, Թիկունքում աղաքին աշխատանք տարվեց ճնշելու թուրք-թաթարական խառովությունները եւ ըստ էության հնարավոր եղավ հայ ժողովրդի միասնական կամքի շնորհիվ կասեցնել թուրքերի առաջխաղացում եւ թույլ չտալ հայ ժողովրդի վերջնական բնաջնջումը։ Ահա այս ճակատամարտերը դիմադրությունը թուրքերին ոչ ասելու եւ համառորեն դիմադրելու հիմնական հանգամանքը պայմանավորեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը։ Ըստ էության Հայաստանի հանրապետությունը հիմնադրվեց եւ ձևավորվեց եւ կայացավ ինչ-որ չափով երկու հիմնական գործոններով պայմանավորված՝ հայկական եւ արտաքին եւ ներքին։ Ներքինը դա հայկական գործոնն էր, որի մասին ըստ էության անդրադարձա, դա հայ ժողովրդի դիմադրությունն էր օրվա գլխավոր քաղաքական ուժի ղեկավարությամբ եւ եթե չլիներ դիմադրությունը, երկրորդ գործոնը, որ նպաստեց հայկական պետությանը փոքր շատ կայացման, դա արտաքին աշխարհախաղական գործոններին, բայց եթե չլիներ առաջին գործոնը, չլիներ հայկական դիմադրությունը, անհնար կլիներ ոչ միայն Հայաստանի Հանրապետության հռչակումը, այլև նրա գոյությունը։ Ինչու է դա այդպես, որովհետև արդեն 1918 թվականի սկզբից սկսած Անդրկովկասում վրացիները եւ կովկասյան թուրքերը ծրագրեր էին մշակում իրենց ապակա պետության սահմանների վերաբերյալ եւ ըստ էության այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը բացառությամբ Սևանա լճի ավազանի եւ Արարատյան դաշտի մի փոքր մասի մտովի բաշխել են իրար մեջ Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը հավակնում էր, որ դրանք պետք է վերցնեն Ադրբեջանը, Լոռին, Ջավախքը եւ ավելի մինչեւ Շիրակի հյուսային հատվածները Վրաստանը, իսկ արևմտյան մասը հավակնում էր Օսմանյան Թուրքիան։ Եվ ըստ էության այս հանգամանքներում, եթե չհռչակվեր Հայաստանի Հանրապետությունը, հայկական տարածքները անմիջապես կբզգտվեին այս երեք հարևանների կողմից։ Իսկ աշխարհակական գործոնները նպաստեցին, որպեսզի Հայաստանի տարածքը փոքր շատ մեծանա հռչակումից հետո, որովհետև դաշնակիցների միջև Թուրքիայի եւ Գերմանիայի միջև հակասություն կար, բրիտանացիները արդեն եկել էին Անդրկովկաս եւ իրենք էլ նպաստեցին, որպեսզի փոքր շատ Հայաստանի սահմանները մեծանա։ Հայաստանի սահմանների մասով, երբ որ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության տարածքը ընդամենը 11000 քառակուսի կիլոմետր։ Այս պաշտոնական պատմագրության, որին ես անկեղծորեն հակված չեմ, որովհետև այդ տարածքը կարելի ավելի մեծ համարել։ Բայց խնդիրն այն է, որ եւ մեղադրանք կա օրվա քաղաքական ուժի նկատմամբ, թե եթե Սարդարապատում տարել են հաղթանակներ, ինչու այդքան փոքր եղավ Հայաստանի Հանրապետության տարածքը Բաթումի պայմանագրով։ Նախ պետք է գիտակցել այն ակնհայտ իրողությունը, որ Արևմտյան Հայաստանը ամբողջությամբ դատարկված էր հայ բնակչությունից եւ անհնար էր այդ դատարկ տարածքներում դիմադրություն կազմակերպել եւ նաեւ այդ դատարկ տարածքները Հայաստանի Հանրապետության սկզբում մեջ ընդգրկել եղած սահմանափակ հնարավորություններով։ Մեղադրանք կա, թե ինչու Սարդարապատի հաղթական հերոսամարտից հետո հնարավոր չեղավ կամ ինչի չկազմակերպեցին հակագրով եւ ըստ էության Բաթումում ստորագրվեց ըստ մեղադրանքների խայտարակ պայմանագիր։ Այո, Սարդարապատում, Բաշապարանում փայլուն հաղթանակներ տարվեցին, բայց հետագա մարտական գործողություններ իրականացնելը զուտ ռազմական առումով շատ դժվար էր, որովհետեւ արդեն նշեցի, որ Արարատյան դաշտավայրում մեծ թվով թուրք բնակչություն կար, որոնք իրենք ծրագրում են ապստամբություն, նույնիսկ վտանգ կար, որ թիկունքից հարված կստանար Սարդարապատի պաշտպանական ճակատը։ Ըստ էության դա էր, նաև այն գիտակցումը կար, որ Թուրքիան պատերազմ պարտվելու է եւ Հայաստանի Հանրապետության սահմանների մեծացում կլինի եւ այդպես էլ եղավ։ Ընդամենը մի քանի ամիս հետո Մոդուսի զինադատարով Թուրքիան ճանաչվեց պարտված պետություն եւ Հայաստանի Հանրապետության տարածքը արևելքում, արևմուտքում հասավ մինչև 1914 թվականի ռուս-թուրքական սահման, Կարսի մարզը, Սուրմալուն
ընդգրկվեցին Հայաստանի Հանրապետության սահմաններում եւ մոտավոր հաշվարկներով մինչև 75,000 քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկում Հայաստանի առաջին հանրապետությունը։ Եվ ըստ էության տեղի ունեցավ հրաշքը 6 դար անկախություն չունենալուց հետո հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետությունը եւ որը կարևոր գործոն եղավ մեր ինքնության պահպանման, մեր տեսակի պահպանման եւ մեզ մինչեւ այս օրը հասնելու համար, մինչեւ մեր օրերը հասնելու համար անկախությունը դա զուտ սնապարս կամ դրոշ ունենալ չի, ազգային հավաքական ունենալ չի, անկախությունը դա ժողովրդի տեսակը պահելու կարևոր գործոններից մեկն է, քաղաքակրթական արժեք է։ Մեր պատմությունը եղել է կամ անկախության վերականգնման համար պայքարի պատմություն, կամ անկախության պահպանման համար պայքարի պատմություն։ Եվ այդպեսին է եղել բոլոր ժողովուրդների պատմությունները, նույնիսկ ամենահզոր ժողովուրդները պայքարում են իրենց անկախությունը պահելու եւ հզորացնելու համար։ Եվ ըստ էության հայ ժողովուրդը մտավ իր անկախությունը պահպանելու, վերականգնումից հետո պահպանելու փուլի մեջ, եւ դա մեծապես նպաստեց, որ հետագայում առաջին հանրապետությունը դառնա խորհրդային հանրապետություն եւ խորհրդային հանրապետությունն էլ դառնա Հայաստանի երրորդ հանրապետությունը։